Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Он черный, он горячий, он настоящий, он любимый. Любимый Лебо, мой кофе. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, հարգելի հետևորդներ, մենք այսօր քաղցած այցելել ենք նախկինում հեռուստամեկնաբան, այժմ BS Cosmo ակումբի PR պատասխանատու Լիլիթ Դանիելյանին, որպեսզի հասկանանք, թե ինչով են մեզ այսօր կերակրելու եւ ամենակարևորը ինչ բացահայտումներ են մեզ սպասվում։ Բարև ձեզ Լիլիթ։ Մենք այսպես ենք դիմավորում ենք։ Հասկացա, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Բարի գալուստ, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը նախատոնական։ Իմը լավ նույնը չեմ կարող ասել Մոնիի մասին։ Նա Մոնին է։ Նա Մոնին է։ Մշտապես այսպես է դիմավորում հյուրերին։ Այո, մշտապես։ Բարև ձեզ Մոնի, ես համաձայն եմ ձեր ասած յուրաքանչյուր բառի հետ։ Իրականում նա հյուրեր շատ չի սիրում, բացառապես մեզ է սիրում, շունիկներին էլ չի սիրում, մարդկանց էլ չի սիրում, բայց 1-2 ժամ հետո փոքրինչ ադապտացվում է արդեն։ Սիրում է սնվել եւ սիրում է ձեզ միայն։ Սնվել էլ չի սիրում, միայն մեզ է սիրում։ Հասկացա։ Դա կոչվում է անպայմանական սեր, գիտեք դա։ Ոչ։ Անպայմանական սերը նա է, երբ պայման չի դրվում սիրելուց առաջ։ Դա միայն հնարավոր է կենդանու եւ մարդու միջև, որովհետեւ յուրաքանչյուր անձ մեկը մյուսին սիրելու համար ինչ որ պայման է լինում, հա, ծնող երեխա, տղա, աղջիկ, ամուսիններ եւ այլն, ինչ որ պայման կա։ Իսկ կենդանու եւ մարդու միջև անպայմանական սեր է հենց առաջանում։ Շնորհակալություն շատ հետաքրքիր տեղեկության համար, արդեն լավ ենք սկսել։ Բայց գանք ամենասկզբից։ Այո։ Ինչով եք հիմա զբաղվում, չնայած ունեմ թեթև տեղեկություն, բայց կխնդրեմ, որ դուք ընդլայնեք իմ ունեցած տեղեկությունները։ Մոնին մեզ շատ է խանգարում։ Չգիտեմ, Դավիթը մեզ կհուշի, նորմալ ասում է Դավիթը։ Լավ, մի քիչ էլ եթե այսպես շարունակի, կտեղափոխենք իրեն մյուսին, հա։ Բարի։ Հիմա արդեն տևական ժամանակ է BS Cosmo բիզնես ակումբի PR պատասխանատուն եմ հանդիսանում, մոտավորապես 1 տարի երևի թե կլինի, ոլորտը ամբողջությամբ փոխել եմ, բայց նաև PR պատասխանատուն ենթադրում է լրատվականների հետ աշխատանք, լուսաբանում եւ այլն, ինչի ինչ-որ չափով նաև կապ ունի իմ նախորդ աշխատանքի հետ, ինչպես նաև վերջերս կայացավ որակի նշան Expo-ն, որի BS Cosmo-ի կողմից այդ ծրագրի ղեկավարն էի, բավականին հետաքրքիր ցուցահանդես վաճառք ենք ունեցել Մերիդիանում եւ դա եմ կազմակերպել։ Լուրերի մեկնաբան եւ PR պատասխանատու առաջին հայացքից բացարձակ իրարից տարբեր մասնագիտություններ եւ զբաղմունքներ։ Ինչպես եղավ փոխադրումը մի վայրից մեկ այլ վայր։ Չի ասի, որ շատ տարբեր են, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ լուրերի մեկնաբաններ եւ լրագրողներ հետագայում իրենց գործունեությունը շարունակել են հենց PR պատասխանատուի լրատվության հետ լրատվական վարչության ղեկավար, հա, պաշտոնում են շարունակել։ Փոփոխությունը այնպես չի եղել, որ ես դուրս եմ եկել ու միանգամից գնացել եմ BS Cosmo։ Ես մոտավորապես 5 ամիս դադար եմ տվել լուրերից հետո, որոշել էի, որ պետք է այսպես ասած ամբողջությամբ դատարկություն լինի իմ կյանքում, որպեսզի ես ինքս հասկանամ ինչ եմ ուզում, ոնց եմ ուզում։
Այդ ընթացքում նաև պետական ապարատ ընդունվեցի, 5 ամիս մոտավորապես աշխատել եմ պետական ապարատում, եւս մեկ անգամ համոզվելու համար, որ դա իմը չի։ Որ պետական ապարատի մասին է խոսքը, եթե գաղտնիք չէ, եթե գաղտնիք է։ Պետական վերահսկողական ծառայությունում եմ աշխատել 5 ամիս եւ 1 ամիս հետո արդեն հասկացել եմ, որ դա ամբողջությամբ ինձ հետ կապ չունի, չնայած ամեն ինչ լավ էր, պայմանները, մարդիկ, ղեկավարությունը, ոչ մի խնդիր չի եղել, բայց այդ աշխատանքը, 4 պատի մեջ նստել եւ տենց տեքստեր եւ այլն, դա ինձ հետ կապ չուներ, ժամը 9-ին գնալ աշխատանքի, 6-ին գնալ տուն, դա լքեցի եւ արդեն անցա բիզնես աշխարհ, որտեղ արդեն մեկը մյուսի հետևից հետաքրքիր հանդիպումներ եղան։ Մոնին հայտնվեց մեր կադրում, եւ սա թերևս վերջին կադրն է, որ Մոնին հայտնվեց, կխնդրեմ տեղափոխենք նրան սենյակ, այնուհետև վերադառնանք, շարունակենք մեր զրույցը, եթե իհարկե կարելի է։ Գնանք, արի։ Խնդրում եմ Մոնի, օգնիր մեզ։ Արի, ի՞նչ է։ Հաջողություն։ Այո, ես համաձայն եմ։ Համովիկ ասում են քեզ Մոնի։ Վկույսնյաշկա, Մոնի։ Մոնին ապահով ձեռքերում է, շնորհակալություն մեզ օգնելու համար։ Հիմա խոսենք BS Cosmo-ի մասին։ Ինչ է ներկայացնում իրենից BS Cosmo բիզնես ակումբը։ BS Cosmo բիզնես ակումբը արդեն 2.5 տարեկան է, գործարարների համայնք է, որտեղ 200-ից ավելի գործարարներ Հայաստանում են անդամակցում եւ եւս 100-ը ՀՀ սահմաններից դուրս։ BS Cosmo-ն իր մասնաճյուղը ունի Ռուսաստանի Դաշնությունում, Դուբայում, Վրաստանում, վերջերս Փարիզ էինք գնացել եւ ցանկություն կա նաեւ այնտեղ բացելու աշխատանքները արդեն արվում են, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Միտքը այն է, որ գործարարները հավաքվում են մեկ հարթակում եւ փորձի փոխանակման միջոցով, հետաքրքիր սպիկերների հետ հանդիպումների միջոցով, ժամանցի միջոցով կարողանում են նետվորքի արդյունքում, ծանոթությունների արդյունքում կարողանում են փոխանակում անել ինչպես իրենց անցած ճանապարհի, փորձով, այնպես էլ նոր գաղափարներ, նոր մտքեր եւ նոր համագործակցություններ են դրա արդյունքում ծնվում, որովհետեւ անցել են այն ժամանակները, որ դու միայնակ կարող ես մեկ բիզնեսով շատ լուրջ ինչ-որ գործունեություն ծավալել, փորձը ցույց է տալիս, որ համախմբումները, նոր մտքերի միացումը իրար, այդ ամեն ինչի արդյունքում շատ ավելի լայն մտածելու արդյունքում շատ ավելի մասշտաբավորվելու հնարավորություն է տալիս բիզնեսին։ Եվ մեր նաև նպատակն է, որպեսզի բիզնես համայնքը ավելի կիրթ լինի, որովհետև կրկին անցել են այն ժամանակները, որ մենք ունենք ժառանգություն, մենք ունենք գումար, մենք ունենք մտքեր եւ որոշում ենք, որ բիզնես ենք բացում, մեկը սրճարան, մեկը արտադրություն, մեկը մեկ այլ գործունեություն։ Պետք է բիզնեսը կրթվի, որպեսզի կարողանա ճիշտ քայլերով առաջ գնալ եւ ոչ միայն Հայաստանում սահմանափակվել, այլ նաեւ ՀՀ սահմաններից դուրս ճանաչելի դառնալ։ Դուք որպես PR մասնագետ կրթություն ստացաք, թե միայն սեփական փորձի վրա հիմնվելով սկսեցիք զբաղվել այդ աշխատանքով։ Կրթություն ստացա որպես PR պատասխանատու նկատի ունեք։ Որպես PR մասնագետ։ Որպես PR մասնագետ ինքնուս որպես այդպիսին նաև ՊՎԾ-ում արդեն այդ փորձը կար, իհարկե այնտեղ հաստիքով խորհրդականի հաստիք էր, բայց այնուամենայնիվ ես անում եի ելի լրատվությունը եւ նույնն էլ այստեղ, ես իհարկե այստեղ միայն PR-ով չեմ զբաղվում, մարքեթինգի մեջ եմ շատ ակտիվ ներգրաված, նաև այլ աշխատանքների մեջ եմ, բայց այո, իմ հիմնական խնդիրն է բիզնեսի գործունեությունը, գործարարների գործունեությունը ճիշտ հանրայնացնել, ճիշտ ներկայացնել եւ այդ ամեն ինչը այնպես կազմակերպել, որպեսզի ի նպաստ իրենց լինի։ Այսինքն գործարար համայնքում լինելը ուղղակի գալչկա դնելու համար չլինի, նպատակը դա է։ Պետության հետ ճիշտ համագործակցություն լինել, մեկը մյուսին ճիշտ կապելու հնարավորությունը լինել, որովհետեւ մենք այնտեղ շատ նյուանսներ կան իհարկե, երբ որ ակումբականը, նոր ակումբականը գալիս է մեր համայնք, ամեն դետալը մտածված է, որպեսզի նա իրեն առաջին իսկ պահից կոմֆորտ զգա, որովհետև դուք պատկերացրեք մի միջավայր, որտեղ 200-ից ավել գործարար եւ նոր գործարարը գալիս է այդտեղ, չի ճանաչում ոչ մեկին, չգիտի ով ինչով է զբաղվում։ Դրա համար մենք ունենք հին ակումբական, որը կցվում է նոր ակումբականին, ինչն էլ հնարավորություն է տալիս միասին իրար հետ արդեն ծանոթանալ մյուս ակումբականների հետ, գործունեության հետ, ակտիվանալ եւ փորձը ցույց է տալիս նաեւ, որ ժամանցի միջոցով, որովհետեւ մեկ ակումբով, ինչպես նաեւ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս ժամանց ենք ունենում, վերջերս օրինակ Դուբայում էինք, Հայոց հյուրանոցում մեծ կոնֆերանս էինք իրականացրել, ինչպես նաև ժամանց, զբոսանք նավով եւ այլն, այդ միջավայրն ավելի է նպաստում, որպեսզի գործարարները մտերմանան եւ հետագա այլ գործունեությունը, որ իրենք ցանկանում են, իրար բիզնեսը միավորեն, դրանք ավելի կայուն եւ ավելի պինդ արմատավորված լինի։
Մենք դեռ կհասցնենք խոսել այս ամենի մասին շատ ավելի ծավալուն, հիմա անդրադառնանք այսօրվան։ Ինչ եք մեզ համար պատրաստելու։ Ձեզ համար այսօր շատ յուրահատուկ ոչինչ չի լինելու, հիմիկվանից ասեմ, որպեսզի տենց չսպասեք, հա, շատ ինչ որ extraordinary ինչ որ բանի, լինելու է կարմիր ձուկ, սպանախով, լինելու է սմբուկ գազօջախում եւ սալատ։ Ինչպիսի աղցան։ Աղցան, ներողություն, աղցանը լինելու է պանիր, մանրածովախեցգետին, այսպես ինչ որ Կարելի է սպասել extraordinary ինչ որ բաների, որովհետև ձեր թվարկածները պատկանում են այդ շարքին։ Գնումներ պետք է կատարենք, ճիշտ է։ Փոքրիկ գնումներ, այո։ Դրա համար առաջարկում եմ հիմա դադարեցնենք նկարահանումը եւ գնանք գնումներ կատարելու, եթե իհարկե դուք դեմ չեք։ Իհարկե ոչ, սիրով։ Շնորհակալություն։ Մոնի, աքսորը վերջացել է, հետ արի։ Քեզ հետ ենք բերում, Մոնի։ Սա ագրեսիվ հաչալու է։ Դե մենք արդեն սովորել ենք ճիշտն ասած ագրեսիվ հաչոցներին։ Հաջո։ Օ։ Ահա, շատ կարոտած է։ Ճիշտ ես, Մոնի։ Արի պայմանավորվենք։ Դե արի։ Ինքը կարանտինի մեջ է, թե չէ իրար հետ կգնայինք խանութ, չէ՞ մոն։ Կարանտինի մեջ։ Հա, պատվաստվել է 10 օր պետք է զգացած, էլի։ Հա մոն։ Խեղճ չունեք։ Այո, ամսի 21-ին վերջանում։ Լիլիթ, արդեն ձեր բակում ենք գտնվում։ Այս բակը այն բակն է, որտեղ դուք մեծացել եք, թե նոր եք տեղափոխվել այստեղ։ Այո, այս բակը այն բակն է, որտեղ ես մեծացել եմ, խաղացել եմ, ընկերներ եմ ձեռք բերել, ծնվել եմ Արցախում, Ահա։ բայց այնուհետև մեծացել եմ այս բակում։ Կան ընկերական հարաբերություններ դեռևս բակից պահպանված, թե բոլորը ծրվել են Երևանի տարբեր հատվածներ։ Իհարկե, որ ասեմ ընկերական հարաբերություններն սուտ կլինի, բայց հետևում ենք իրար Facebook-ով, Ծնունդներ ենք շնորհավորում։ Այո, ծնունդներ, ամուսնություն, երեխաների ծնունդ եւ այլն։ Կապը կա։ Մեքենա վարում եք։ Այո։ Արդեն գործի է գծված շարժիչը։ Այո։ Հետևաբար չեմ հարցնում ում մեքենայով են գնում։ Ձեզ լավ վարորդ համարում եք։ Այո։ Կհամոզվենք։ Իհարկե։ Դե, ուրեմն խնդրեմ, գնանք ձեր մեքենայի մոտ։ Խնդրեմ, համեցեք։ Շնորհակալ եմ։ Մենք նույնպես։ Ես կգամ ինքնագլորով։ Շատ որ լավ։ այստեղ տեղադրված է, որը շատ խալ տեղադրված է։ Շատ հարմար կայանված է։ Խնդրեմ Դավիթ, համեցեք։ Ինքնագլորը արձանագրեք իր ներկայությամբ եւ համեցեք։ Մենք արդեն ուղևորվում ենք դեպի մոտակա խանութ, որպեսզի կատարենք գնումներ։ Այո։ Բակերը շատ նեղ են, վերջին շրջանում շատ շենքեր են կառուցվում եւ ինձ հետաքրքրում է ձեր վերաբերմունքը այդ երևույթին։ Նյարդայնացնում է ձեզ այդքան շենքերի վերխոյանալը, թե ոչ այնքան։ Իհարկե նյարդայնացնում է եւ ոչ միայն նյարդայնացնում է, այլ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման կերպ ենք վարվում մեր քաղաքի հետ։ Երբեմն ինձ թվում է մենք իսկապես չենք սիրում էլի մեր քաղաքը, որովհետեւ հնարավոր չի շենք կառուցողները աշխարհով մեկ պատտված չլինեն։ Առնվազն գոնե Ռուսաստանում եղած չլինեն ու չտեսնեն թե այնտեղ ինչպես է դա արվում, ինչ գրագիտությամբ, կողքի շենքում կառուցում են, շենք են կառուցում, դու կողքի հատվածում բնակվում ես եւ ոչ մի ձևով այդ փոշին քեզ չի հասնում։ Իսկ Հայաստանում պետք է դու ուղղակի անդադար տանը փոշի մաքրես, որովհետեւ ինչ որ անհասկանալի ձևով են էլի ամեն ինչ անում։ Լիլիթ, հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը ավելի լավը դառնար։ Մարդկանց ուղեղը կփոխեի։ Մի քիչ Ուղեղը։ Այո։ Ուղեղի որ կիսագունդը հատկապես։ Մի քիչ սեր դեպի հայրենիքը։ Մի քիչ իմացություն դեպի սահմանները։ Եվ սեր դեպի մարդկանց, որովհետև մեկը մյուսի հետ շատ փոխկապակցված է։ Նույն կառուցապատողից սկսած, սովորական քաղաքացուց, որը ծխախոտը դենանետում փողոցը, կամ ինչ ուտում է մեքենայում, հետո դենանետում էլի փողոցը, եւ կառուցապատողը, որը նման անգրագետ ձևով է կառուցապատումը անում եւ այդ փոշին մենք ենք շնչում, ինչա թե մի քանիսը պետք է ավելի բարվոք պայմաններում ապրեն, եւ մեկը մյուսի հանդեպ չսիրելը, հիշողություն չունենալը, այս ազգը հիշողություն չունի։ Մեր խնդիրները հենց դրա հետ են կապված։ Սեր դեպի հայրենիքը, կրթություն, մի քիչ էլ սահմանների ճանաչում, էլի, որովհետև ինչքան չճանաչենք, այնքան խնդիր ենք ունենալու։
Ուղեղը իհարկե շատ կտրուկ էր ասված, բայց եթե լրագրող եմ, մասնագիտական է կտրուկ պատասխանները։ Փորձենք ավելի ընդլայնել, նկատի ունեք մարդկանց վերաբերմունքը տարատեսակ երևույթներին եւ ընկալումները, ճիշտ հասկացա։ Այո։ Ուղեղի հետ կապված թե ինքը ինչ կրթություն կստանա, ինքը ինչքանով կնստի ուսումնասիրի իր սահմանները, որտեղից են սկսում, որտեղ են ավարտվում, ինչի համար է պետք պահել այս հատվածը, ինչի համար պետք չի պահել, ինչի համար պետք չի նման ձևով վերաբերվել քաղաքին, ինչի պետք է աղբը դրսում չնետել, ինչ հետևանքներ կա դրա արդյունքում, փոշու բարձր այդ մակարդակը ինչ առողջական խնդիրներ է առաջացնում, վատ վերաբերմունքը դիմացի մարդու հանդեպ ինչ հետևանքների է բերում, այսինքն կարող եմ անverջ թվարկել։ Երբ որ գնում ես դուրս ու տեսնում ես մարդիկ իրենց քաղաքը ոնց են սիրում, նախանձով հետ ես վերադառնում, ասում ես լավ, ինչի է այսպես էլի։ Մենք համոզվեցինք, որ դուք լավ եք վարում մեքենա։ Շնորհակալություն։ Իսկ հիմա ժամանակն է գնումներ կատարելու։ Մեկ անգամ եւս հիշեցնենք ինչ է անհրաժեշտ ու սկսենք գնումներ կատարել։ Երկու տեսակի պանիր, լոլիկ, հաց, պեստո եւ այդպես մի քանի։ Դե գնացինք։ Լիլիթ, ձեր տան համար գնումները դուք եք կատարում, թե ձեզ համար են գնումներ կատարում ընտանիքի անդամները։ Ոչ միշտ ես, բայց ես հաճախ եմ գնումներ կատարում։ Ահա։ Ու առաջ շատ ավելի հաճախ էի կատարում, հիմա քանի որ ընտանիքը, ինչպես նշեցի, մեծացել է։ Եվ այդ պարագայում արդեն հարսը սիր ճաշակով գնումներ է իրականացնում, թե ինչ է իրեն անհրաժեշտ լինում այդ օրը պատրաստելու համար։ Ես հիմա բնականաբար քիչ եմ պատրաստում։ Բծախնդիր կերպով եք գնումներ կատարում։ Այո, սովորաբար նայում եմ թարմությանը, ու դա կարևորում եմ եւ ժամկետներին, պիտակներին եւ կարդում եմ ինչի մասին է։ Դե բնականաբար լոլիկի դեպքում ժամկետին չեք կարող նայել, լոլիկի դեպքում իհարկե շոշափելով կարծում եմ կկողմնորոշվեք ինչ վիճակում է այն գտնում։ Դե ձեզ տանք հնարավորություն, որպեսզի դուք գնեք լոլիկը, մենք գնանք հաջորդ բաժնում, սպասենք ձեզ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Արդեն կատնամթերքի բաժնում ենք, վերցնում ենք կամամբեր պանիր եւ բրի։ Կամամբեր ենք վերցնում, նաեւ մոցարելա է մեզ անհրաժեշտ աղցանի համար։ Ահա։ Այստեղ հուսամ մեծ տարբերակն է։ Ժամկետները իհարկե Բնականաբար։ Ժամկետի մեջ է։ Այո։ Պեստո է մեզ անհրաժեշտ։ Պեստոն անմիջապես ձեր դիմաց է Լիլիթ։ Այո։ Վերջ այսքանով սպառվեցին Եվ հաց ենք գնելու։ Եվ հացը։ Դե մենք դրա մարգվում կսպասենք ձեզ, հացի ընտրության մեծ հնարավորություն ունեք։ Շատ լավ։ Շատ արագ կողմնորոշվեցիք ինչ է ձեզ անհրաժեշտ։ Այդ շատ քիչ պրոդուկտ էր մեզ անհրաժեշտ։ Բայց երկար չէիք տատանվում, միանգամից հստակ գիտեիք ձեզ ինչն է անհրաժեշտ, ինչը անհրաժեշտ չէ, եւ այսպես Լիլիթ, մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է հիմա կասեմ որքան 7309 դրամ եւ ես առաջարկում եմ որպեսզի հաղորդման շրջանակներում մենք վճարենք ձեր փոխարեն։ Շնորհակալ եմ։ Իմ կարծիքով այդ հատվածը դուք ձեր հաղորդումից պետք է հանեք, որովհետև ես վստահ եմ, որ ոչ մեկ թույլ չի տալիս, որ դուք վճարեք։ Թույլ տվեք ձեզ հիասթափեցնել, որովհետև գրանցվում են այդպիսի դեպքեր եւ դա նորմալ է կարծում եմ։ Չէ, շնորհակալ եմ, դուք հրաժարվում եք։ Այո։ Շնորհակալություն Լիլիթ։ Կհանդիպենք արդեն ձեր խոհանոցում։ Լավ։ Լիլիթ, սուրճի սիրահար եք։ Այո։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee-Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ, ես տանում ունեմ այս պահին Լեբո։ Հրաշալի ընտրություն եք կատարել։
Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ, անպայման կօգտագործեմ։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Համի գաղտնիք, ինչ որ մի բանի հատիկ, համի գաղտնիք։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Այո, մենք օգտագործում ենք։ Դե ուրեմն մենք ավելացնում ենք ձեր պաշարը։ Մենք արդեն խոհանոցում ենք, Լիլիթ, ժամանակն է արարելու, բայց մինչ այդ թվարկենք բոլոր այն մթերքները, որոնք այսօր օգտագործելու ենք։ Սմբուկ, սպանախ, չերի լոլիկ, սովորական լոլիկ, կանաչիների միքս, վարունգ, ավոկադո, սերուցք, ծովախեց գետին, պեստո սոուս, մոցարելա պանիր եւ ձուկ։ Ինչ տեսակի ձուկ է։ Սաղմոն հավանաբար։ Այո, սաղմոն։ Ինչ եղավ կամամբերը, որտեղ է Կամամբերը վերջում։ Կամամբերը վերջում։ Նախատեսված։ Ինչից ենք սկսելու եւ որը որ ուտեստի համար է նախատեսված։ Սկզբից ձուկը կտապակենք թավայի մեջ, ձուկ, սոխ, այնուհետև լոլիկ, սպանախ, դա միասին կտապակենք։ Այդ ընթացքում ինչև ձուկը կտապակվի նաև սմբուկով ուտեստը կպատրաստենք գազօջախում եւ զուգահեռ արդեն աղցանները իհարկե։ Շատ բարի, իմ օգնությունը ձեզ անհրաժեշտ է թե ոչ։ Իհարկե, սիրով։ Այո։ Եթե դուք դեմ չեք, սիրով։ Բացարձակ։ Ինչ է անհրաժեշտ, որ ես անեմ։ Ինձ թվում է կտրատելու հետ կապված միասին հանդիպենք, համ կտրատենք։ Շատ շնորհակալություն։ Դուք ասացիք այն, ինչ պետք է ես ասեի։ Սա տախտակն է, կարծում եմ, որի վրա պետք է կտրատվի։ Ինչից ենք սկսում։ Ես կարծում եմ պետք է հիմա ձուկը այս պահին դնել գազօջախը, այնուհետև թավայի վրա դնենք, այնուհետև արդեն կտրատման process-ը։ Իմ գործողությունը որն է։ Գործողություններից կարող եք դուք չերի լոլիկը կտրատել։ Ինչպես։ Մեջտեղից երկու մասի եք, այո, անում, սա ձկան համար է էլի նախատեսված։ Չերի լոլիկ օգտագործելու ենք եւ ձկան համար, եւ աղցանի համար ենք օգտագործելու։ Հասկանալի է։ Կտակ ինձ դանակ, եթե շատ ձեզ աղերսեմ։ Լիլիթ, ձեր բիզնես ակումբում գործող բիզնեսները միայն խոշորներն են, թե կան նաև փոքր եւ միջին ձեռնարկություններ։ Մենք ունենք փոքր, միջին եւ խոշոր գործարարներ, գործունեություն ծավալող անձինք, դա հատուկ է արված, որպեսզի փոքրերը իրենց գործունեությունը մեծացնելու հնարավորություն ունենան, ինչպես նաև հակառակը։ Այո։ Որովհետև մեծերի հետ հանդիպումների արդյունքում է նաև, որ փոքր գործարարները կարողանում են իրենց բիզնեսը ավելի մասշտաբավորել։ Նույնիսկ երբ որ խնդիրների մասին խոսում են, ու տեսնում են, թե այլ գործարարներ ինչ խնդիրներ են ունենում, այդտեղ նրանք հասկանում են, որ այն խնդիրը, որի մասին իրենք քննարկում են ունեցել եւ մտածել են, որ դա շատ գլոբալ մեծ խնդիր է, շատ ավելի արագ լուծելի է դառնում։ Եվ մասշտաբավորման համար առհասարակ անհրաժեշտ է, Մոնին եկավ, ինձ թվում է հոտի վրա է եկել։ Մասշտաբավորման համար առհասարակ անհրաժեշտ է, որպեսզի փոքր, միջին եւ մեծը իրար հետ կարողանան շփվել։ Իհարկե մեր ակումբում այնպես է, որ կան հանդիպումներ, որտեղ խոշորները միայն իրար հետ են հանդիպում, կան հանդիպումներ, որ բոլոր փաթեթների, այսպես ասած, կրողները միասին են հանդիպում անում։ Օրինակ ժամանցի դեպքում, վերջերս մեր կորպորատիվն էր, բոլորս միասին ենք այդ դեպքում եղել, բայց կան հանդիպումներ, որ օրինակ 700 աշխատակից ունեցող գործարարին
միշտ հետաքրքիր չի լինի շփվել մի մարդու հետ, որը ունի 3 աշխատակից, օրինակ։ Այսինքն, այս ամեն ինչը ասում եմ, որպեսզի դուք պատկերացնեք ինչի համար է դա արվա։ Գործողություններից հիմա Կարմիր զուգը Ես ավարտեցի իմ գործողությունը, ձեթե կարծում եմ շատ տաքացավ Լիլիթ իհարկե ներողություն, բայց կարծում եմ դա այդպես է։ Խոսացրեցի։ Դե եկել էինք խոսելու իրականում։ Ну, ես երևի սովոր չեմ, հա, միաժամանակ մի քանի գործողություն անելուն, բայց այսպես հիմա պետք է դնենք, Մոնին էլ ինչ որ շատ ակտիվ։ Մենք պետք է սպասենք, որպեսզի ձուկը մի փոքր տապակվի, ճիշտ է։ Այս ընթացքում ես կխնդրեմ, որպեսզի դադարեցնենք նկարահանումը, Մոնիին տեղափոխենք իր համար նախատեսված վայր, այնուհետև վերադառնանք եւ շարունակենք մեր գործողությունները։ Սիրով։ Մոնի։ Մոնի, դու ճանաչվում ես այսօրվա հաղորդման ամենաակտիվ մասնակիցը, բարեկամս։ Արի գանձ, Սկսվեց աքսորը, գնա։ Այն ի՞նչա, վկուսնյաշկան։ Համովիկ, հələ գնա։ Արի վկուսնյաշկան։ Դուք արդեն մի կողմը կարծես թե տապակվեց, շարունակում ենք, ես կարծես թե այսօր ավարտելու եմ լոլիկա կտրատման բակալավրիատը։ Որպեսզի ժամանակը ճիշտ արդյունավետ օգտագործենք, ես առաջարկում եմ այս երկու լոլիկները կտրատել, այս ընթացքում ես կկտրատեմ սմբուկը, կլոր պետք է կտրատենք։ Բարի։ Այսպես դնեմ եւ նաեւ թավան, որի մեջ հենց դրվելու է։ Այսինքն կարող ենք միաժամանակ Այսինքն կտրատեմ եւ շարեմ տապակի մեջ։ Չէ, դուք պետքա կողքը պահեք մինչև, որովհետև այսպես ասած իրար միասին չեն էլի դրվելու բոլոր լոլիկները պետք է առանձին դրվին։ Լիլիթ հեռուստամեկնաբանի կարիերան մնաց անցյալում եւ այլևս երբևէ չի վերադառնա, ինչ եք կարծում, որովհետև այս ոլորտը ձեզ ավելի հոգեհարազատ է։ Երբեք պետք չի ասել երբեք, բայց որ այս պահին ես պլաններ չունեմ դրա հետ կապված, դա հաստատ է։ Իրականում, որովհետև ես կարծում եմ բավականին երկար տարիներ եմ նվիրել հեռուստատեսությանը։ Այո։ Եվ շատ կոմֆորտ զոնայում էի հայտնվել, հա։ Ժամանակ է գալիս, որ պետք է այդ կոմֆորտ զոնայից դուրս գալ։ Այո։ Եվ այո, սիրելի աշխատանքից, իրերից, մարդկանցից մի փոքրինչ հեռանալ։ Մարդկանցից։ Նաև, այո, աշխատավայրի մարդկանց մասին է խոսքը, հա, այսինքն ես իմ ընկերների հետ իմ հարաբերությունները շատ ջերմ եւ լավ պահում եմ կապը, բայց այնտեղ կան նաև իմ գոլեգաները, որոնց բնականաբար այդքան էլ հաճախ չեմ տեսնում։ Դրա համար կարծում եմ, որ երբեմն անհրաժեշտ են այդ փոփոխությունները։ Չեք կարոտում այն տարիները, այդ գործունեությունը, այդ ոլորտը։ Եթե անկեղծ ոչ։ Շատ կտրուկ, ինչպես ուղեղի հետ կապված պատասխաններ։ Այո, չեմ կարոտում, իսկապես դա այդպես է։ Ես նաև պետք է պանիրը կտրատեմ այստեղ։ Կարծում եմ, եթե կարոտեի, ես այդ փոփոխությունը չէի անի, այսպես ասեմ։ Ես շատ գիտակցված արել եմ այդ փոփոխությունը իմ կյանքում, եւ եթե կարոտի ինչ-որ թեմա ունենայի, երևի թե դեռ չէի անի։ Այստեղ կարող ենք տեղափոխել, որպեսզի Լիլիթ կա մարդով ձեզ այս պահին շատ կարոտում է։ Այս պահին։ Այո, հենց այս պահին։ Ընդհանրում եմ, որ այո։ Որովհետև սրտիկ ստացվեց։ Ահա։ Սրտիկ ստացվեց։ Կարոտող։ Այո։ Օ, կա կարոտող։ Իհարկե։ Դե կցանկանայիք կխոսեիք, եթե չեք խոսում, ուրեմն չեք ցանկանում, չէ՞, դրամաբանական է ամեն ինչ, բայց ամեն դեպքում սրտիկը ստացվել է։ Հաղորդումը համարում ենք ստացված։ Սրտիկն ենք համարում ստացված, հաղորդմանը դեռևս կա մոտավորապես 12 րոպե, որպեսզի այն ավարտվի։ Հասկացա։ Չսպասենք ձեզ այլևս հեռուստացույցի էկրանին։ Առաջիկայում չեմ կարծում, որ Իսկ դուք սխալվում եք Լիլիթ։ Գիտեք թե ինչու։ Որովհետև հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև կենտրոն հեռուստաընկերությամբ։ Հետևաբար ձեզ մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու նաև իրենց հեռուստաէկրաններին։ Սիրով։ Ակտիվ չեք համացանցում։ Այո։ Ինչու։ Երբեք չեմ հասկացել դրա իմաստը, այսպես ասեմ, հա։ Միտքը չեմ հասկացել։ Ես եղել եմ լուրերի մեկնաբան եւ չեմ կարծում, որ լուրերի մեկնաբանը պետք է շատ ակտիվ գործունեություն ծավալի ինտերնետ հարթակում։ Այո։ Դուք այդքան էլ իմ ուզածով չի իրականում ստացվում։ Ինչն է պատճառը։ Ну, երևի մի քիչ ավելի լավ պետքա տիրապետել ձգան
Խոհանոցում հաճախ լինում եք, թե ոչ այնքան։ Ոչ, առաջ ավելի հաճախ է լինում, բայց տևական ժամանակ է հարսս եղբայրս իր ընտանիքով մեզ հետ է ապրում ու այդ ժամանակահատվածից սկսած արդեն ես որպես այդպեսին կարող եմ ասել, որ չկամ խոհանոցում։ Եվ դա ձեզ ավելի հաճելի է, որովհետև խոհանոցում այնքան էլ կոմֆորտ զոնա չէր ձեզ համար, ինչպես դուք ասացիք։ Ես ինձ խոհանոցային մարդ չեմ կարող իհարկե համարել, դա պարզ ասեմ, բայց միևնույն ժամանակ չեմ էլ կարող ասել, որ ոչինչ չի ստացվում։ Ուղղակի ամեն ինչ չէ, որ ինձ համար է։ Ես շատ թեթև սնվող մարդ եմ, բավականին տենց ոչ ծանր ուտեստների սիրահար եմ, եւ արագ ինչ որ բան պատրաստելը սիրով կարողանում եմ անել ու ստացվում է։ Այսպես պետք է շարենք իրեն։ Լիլիթ։ Այո։ Երկրորդ սրտիկը ստացվեց։ Նույն մարդն է։ Նույն մարդն է։ Այո։ Նույն մարդը կրկնակի է ինձ սիրում եւ կարող։ Երկու սրտիկ, սա շատ ավելի մեծ, սա շատ ավելի ռոմանտիկ։ Վերջ ավարտվեց իմ այսօրվա խոհանոցային գործունեությունը ձեր խոհանոցում։ Այո։ Ուզում եք տամ ինչ որ բան այլ օրինակ մաքրել էսպես թե ավոկադո։ Այո։ Տվեք ես կմաքրեմ ավոկադոն։ Ուզեք։ Սա պետք է գեղեցիկ դասավորել տապակի մեջ, այնուհետև վրան ավելացնել pesto սոուսը, ճիշտ եմ հասկացել։ Pesto սոուսը սրա հետ կապ չունի։ Օ, նույնիսկ։ Այո, դրա հետ կապ չունի pesto սոուսը, սա առանձին է, նա առանձին է։ Ուղղակի մեր պանրի չափը եւ լոլիկի եւ սմբուկի չափը իրար չհամապատասխանեցին, որտեղ ինձ թվացել է միջինը այդքան է լինելու։ Ինձ թվում է արդեն այստեղ կարող ենք մենք հանել, որտեղ հետո նաև սերուցքի մեջ է ինքը տապակվելու իրականում, կարող ենք նաև հանել, թողնել, այստեղ սոխարած անել, որից հետո շարունակել։ Հիշեցնենք մեզ դիտող մարդկանց, թե ինչ ենք անում, սմբուկը, լոլիկը եւ մոցարելա պանիրը դասավորում ենք տապակի մեջ, որպեսզի տեղափոխենք ջեռոց, նախապես այն պատված էր ձիթապտղի ձեթով։ Ճիշտ է ամեն բան։ Այնուհետև նաև պանիր է ավելացվելու։ Օ, շատ բարի։ Վերջում արդեն։ Լիլիթ, կխնդրեմ դադարեցնենք նկարահանումը, վերադառնանք նոր գործողության ժամանակ։ Շնորհակալություն։ Լիլիթ, սրտիկներ են։ Այո։ Կարոտում են։ Իհարկե, երկու օր չենք հանդիպել, որովհետև ես երկու օր խառն եմ եղել նախապատրաստական աշխատանք։ Իսկ հնարավոր է մի սրտիկը ձերներ, մի սրտիկը նրանը, թե ոչ ինձ շատ են կարոտում եւ շատ են կարոտում, եկեք դրան հավատանք։ Իսկ համեստության մասին մի փոքր տեղեկություն, սիրո փոխադարձ լինելու մասին մի փոքր տեղեկություն։ Փոխադարձ լինելու մասին տեղեկությունը ո՞րն է։ Այսինքն մի սիրտը ձեզ է պատկանում, մի սիրտը ասպետին։ Այո։ Այո, համաձայն ենք այդպես, հա, շատ լավ։ Շատ բարի։ Պնդեցիք դուք։ Այո։ Նրան այդպիսի սրտիկներ պետք չեն, հասկանում եք, Չէ։ Որպեսզի հավատա իմ սիրուն։ Դա այնքան մեծ է եւ ակնհայտ է, որ դրա կարիքը չկա։ Արձանագրվեց այս ամենը։ Չեք հավատում։ Հավատում եմ։ Շնորհակալություն։ Այս պահին սոխը կարծես թե տապակվում է, ժամանակն է որպեսզի ավելացնենք ոսկերչական կերպով կտրատված չերի լոլիկը։ Նշենք, որ ձեր կողմից։ Շնորհակալություն։ Այո։ Լիլի, դուք այն մարդկանցից եք, ով շատ մեծ տեղ է տալիս կրթությանը, եւ դա շատ ողջունելի է։ Բայց ցավոք սրտի այսօր ոչ բոլորն են դրան մեծ ուշադրություն դարձնում։ Ինչպես զարգացնել մարդկանց մոտ հետաքրքրություն եւ սեր դեպի կրթությունը։ Իսկ այլ տարբերակ ունենք։ Այլ տարբերակ չունենք, բայց ինչպես սերմանել մարդկանց մոտ այդ սերն ու հետաքրքրությունը։ Երևի տեսնելով հաջողակ պատմություններ, հասկանալով, որ եթե դու ճիշտ ժամանակին ճիշտ կրթություն չստանաս, չզբաղվես քեզնով, դու հետո լինելու ես այլ կարգավիճակում եւ չես կարողանալու նույնիսկ մոտենալ այն երազանքներին, որը կարող է դու օրինակ X տարիքում ցանկացել ես։ Կրթության համար երբեք ուշ չէ ըստ իս, եւ ես հիմա շատ եմ ափսոսում այն ժամանակահատվածը, դպրոցական հատկապես, երբ որ ես լուրջ չեմ վերաբերվել այդ ամեն ինչին։ Եղել է այդպիսի փորձառություն։ Ես գնամ իմ տեղը զբաղեցնեմ եւ շարունակենք զրույցը։ Այդ բաց թողումը բնականաբար հետագայում այլ խնդիրներ է առաջացնում եւ դու ստիպված ես լինում այն ժամանակահատվածը, որ պետք է արդեն այլ բաներով զբաղվեիր, այլ հետաքրքրություններ ունենայիր, դու ստիպված ես լինում տրամադրել այդ բաց թողումների վրա ու բնականաբար դու չես էլ կարող ամբողջությամբ նորից յուրացնել այդ ամեն ինչը, ոչ ժամանակն է քեզ թույլ տալիս, ոչ ցանկություններն են լինում նույնը, բայց այնուամենայնիվ ըստ իս այսօր մենք կարող ենք կրթության միջոցով ասելիք ունենալ աշխարհին, որովհետև չունենք այլ հարստություն որպես այդպեսին։ Բանջարեղենը չենք տեղափոխում ջեռոցը։
Այո, կարող ենք։ Կարող ենք Այստեղ կարող ենք համեմել, ավելացնելու ենք աղ, ավելացնելու ենք աղ եւ սև պղպեղ։ ընդամենը։ Այո։ Դուք ասացիք, որ դպրոցական տարիներին որոշակի բաներ կային, որոնց թերահավատորեն էիք մոտենում, այսպես ձևակերպենք։ Որ առարկաներն էին դրանք հատկապես, որ հիմա եթե հնարավորություն ունենայիք հետ վերադառնալու, ավելի խորացված կուսումնասիրեիք դրանք։ Երևի աշխարհագրություն, հայոց պատմություն, գուցե այդ առարկաները եւ առհասարակ շատ այլ առարկաներ եւս, որ այն ուսումը չէի ստանա, ինչը որ այն ժամանակ եմ ստացել։ Ու հիմա էլ մեր երեխաների հետ կապված, եղբորս երեխաները մեզ հետ են ապրում, շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, ոգևորում ենք իրենց, որ իրենք պետք է կրթվեն, պետք է ուշադրություն դարձնեն, փորձում ենք տարբեր միջոցներով այդ խաղերից իրենց հեռացնել։ Հիմա պետք է դնենք սա ջեռոցը, միացնում ենք ջեռոցը 180 աստիճանի վրա։ Եվ որքան։ Մոտավորապես 30 րոպե երևի, ընթացքում կնայենք, եթե կարիք լինի ավելի շուտ, այնուհետև պանիր ենք ավելացնելու։ Այս ընթացքում նաև ասեմ, որ սրան ավելացնելու ենք սպանախը, սերուցքը, սպանախը եւ ձուկը եւ թողելու ենք եփվի։ Այս ընդհանուր process-ը մեզ մնում է հաջորդը սալաթը արդեն աղցանը պատրաստենք։ Լիլիթ, կխնդրեմ նաև ձեր պատրաստած ուտեստների համար մտածել անուններ, որովհետև համտեսելուց մենք պետք է դրանք անվանակոչենք այնպես, ինչպես դուք կցանկանաք։ Դե քանի որ հարսիկս է բոլոր ուտեստները առաջարկել, որ պատրաստեմ, կառաջարկեմ ինքն էլ անունների հարցում ինձ օգնի։ Դե անցնենք աղցանի պատրաստմանը։ Հիմա աղցանի համար անենք երկու հարմարանք։ Բայց դուք ասացիք, որ խոհանոցը ձեր ոչ այնքան սիրելի տարածքն է։ Պետք է հանուն արդարության նշեմ, որ ձեր հարցը այնքան էլ շատ միջամտություն չունեցավ, դուք ինքներդ ինքնուրույն կարողացաք պատվով դուրս գալ այս ամենի Ես տակից։ ասեմ, եթե ձուկ չպատրաստեի, օրինակ, տոլմա պատրաստեի, բորշ պատրաստեի, կամ այլ ինչ-որ ուտեստ, վստահ եղեք, շատ ավելի լավ հաջող կստացվեր։ Ուղղակի մտածեցի այդ նույն բլինները, բլինչիկները, հա, մտածեցի, որ դրանք ձեզ հետաքրքիր չեն լինի, ու դրա համար դրանք չեմ պատրաստել, բայց այդ հին ուտեստները ինձ մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան ձուկը կամ մնացած այլ ուտեստները։ Լիլիթ, քանի դեռ նախապատրաստական փուլում են, կխնդրեմ եւս մեկ դադար ունենալ, այնուհետև կվերադառնանք եւ կշարունակենք մեր նկարահանումները։ Սիրում։ Բա այս ինչ սալորաչիր ավելացավ ընթացքում։ Հա, այդ մոռացա ասեմ, սալորաչիր չի, բանը։ Լոլիկաչիրա։ Լոլիկաչիրա, այո։ Հիմա թողնում եմ փափկի, տաք ջրի մեջ է դրված, թողնում եմ փափկի, հետո ծովախեցգետնի հետ դա է ավելացվելու։ Համատարած լոլիկություն է սկսվում։ Այո, իդեպ շատ օգտակար ու շատ համեղ է դա։ Ուր ենք հասել։ Այստեղ տեսնում ենք, որ սոխը եւ չերի լոլիկը արդեն տապակվել են։ Հիմա վրան ավելացնում ենք սերուցքը, թողնում ենք ամենաշատը 1 րոպե։ Այո։ Որից հետո ավելացնելու ենք նաեւ սպանախը։ Սա պետք է մի փոքր եռա։ Լոլիկի կեղևը հանել անհրաժեշտ չէր։ Ոչ։ Հիմա թողնում ենք մի փոքր եռա, սպանախը թողնելու ենք եւս 1 րոպե, 2 րոպե, որից հետո նախապես տապակած կարմիր ձուկը դրվելու է ամեն ինչի այս ընդհանուր միքսի վրա եւ թողնելու ենք 15 րոպե իրար հետ եփվեն։ Շնորհակալություն, անցնում ենք աղցանի Այո, պատրաստմանը։ անցնում ենք աղցանին։ Շարունակելով կրթության թեման, դուք ցանկություն չունեք երբևէ դասավանդելու, փոխանցելու ձեր գիտելիքները եկող սերնդին, ել ավելի նորարարական ձևերով սեր քարոզելու դեպի կրթությունը։ Ես անհատական դասընթացներ եմ մի շրջան տվել խոսքի տեխնիկայի, գործարարների, իրենց ոլորտում կայացած անձանց, ովքեր ցանկացել են, որպեսզի ոչ թե այսպիսի ձայնով խոսեն, այլ շատ ավելի թավ, ճիշտ։ Եվ հիմա նաև, անհատական դասերի ժամանակ այս պահին չունեմ, բայց ես հիմա դասավանդում եմ խոսքի տեխնիկա, Biescosmo բիզնես ակումբի ջունիոր ծրագրում։ Մենք ունենք 10-ից 16 տարեկան պատանիների համար ծրագիր, Այո։ որտեղ սովորեցնում ենք բիզնես կրթություն, ինչը իրենից ենթադրում է ինչպես պետք է բիզնեսը գրագետ վարել, ինչ է բրենդը, ինչպես պետք է ներդրումներ անել, ինչպես է պետք բիզնեսը ավտոմատացնել։ Այստեղ գալիս են
պատանիներ, որոնք այդ վաղ տարիքից արդեն իսկ պատկերացում են կազմում բիզնեսի մասին։ Եվ դա նրանց հետագայում օգնում է, ոչ զրոյական կետից բիզնեսի հանդեպ հետաքրքրություն ունենալ, ինչպես պրեզենտացիա պատրաստել եւ այդ ամեն ինչը ճիշտ ներկայացնել։ Ընդհանուր առմամբ, այսինքն դասավանդումը որպես այդպեսին կա իմ կյանքում։ Լիլիթ, քանի որ մեր եթերաժամանակը արդեն մոտենում է իր ավարտին, կխնդրեմ նշել աղցանի համար օգտագործվող բոլոր բաղադրիչները եւ գործողությունները, այնուհետեւ ավելացնենք սպանախը եւ հանդիպենք արդեն սեղանի շուրջ։ Ներողություն, այստեղ նայեք, տեսեք, սերուցքը արդեն եռում է։ Հիմա այստեղ պետք է ավելացնենք սպանախը։ Առանց կտրատելու միանգամից ամբողջական վիճակով։ Այսպես ամբողջական վիճակով ավելացնում ենք սպանախը, խառնում ենք փոքր-ինչ, որպեսզի ինքը սերուցքի մեջ անցնի, հա։ Իսկ աղցանի համար օգտագործեցինք ռուկոլա, լոլիկ, չերի։ Այո, եւ հիմա եւս մեկ աղցան կողքից լինելու է, սա ավելի թեթև աղցան էր, եւս մեկ աղցան լինելու է արդեն մանրածովախեցգետնով։ Պանիրն էլ բուրատա էր, թե մոցարելա կրկին։ Բուրատա էր այդ մեկը։ Մոցարելան ջեռոցի մեջ է դրված։ Այսպես 1 րոպե թողնում ենք սպանախը մի փոքր փափկի, որից հետո վրան ավելացնում ենք մեր նախապես տապակած ձուկը։ Շնորհակալություն Լիլիթ, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն սեղանի շուրջ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Չհասցրեցինք, շատ արագ եք։ Բայց այս պահը ինձ թվում է ափսոս էր, որ բան չարեցիք։ Դրեցիք, բայց ու կդնենք։ Ինչ չի։ Այս մասը մի փոքր եռում է։ Հələ հնարավորություն ունենք։ Ամեն բան դեռևս ավարտված չէ։ Իհարկե դնելու process-ը բան է, տահաճ process է այս զուգը դնելը, բայց ինքը հետաքրքիր է ստացվում, էլի։ Դե թող մնա դա գաղտնի։ Ճիշտ է դրված ամեն ինչ։ Լավ։ Մյուս աղցանը այս ընդհանուր սալատներն են։ Խառը խուռը երևի կանվանենք սալաթը, հա։ Հարսի կկասի, ինչպես անվանենք։ Լավ։ Սեղանի շուրջ ենք արդեն։ Շատ գեղեցիկ է ամեն բան, չեմ էլ կասկածում, որ շատ համեղ, բայց ժամանակն է, որպեսզի անվանակոչենք այն ամենը, ինչը դուք պատրաստել եք, խնդրեմ Լիլիթ։ Մենք մոռացանք ճիշտն ասած, որ այդ դրվագը ունեինք։ Ունեինք այդպիսի դրվագ։ Այո, ես խնդրել էի հարսից, բայց հարսս ինձ չի պատասխանել, դրա համար պետք է կամ սպասենք, որպեսզի նա պատասխանի, կամ իմ ֆանտազիան ուտեստների հետ կապված, որպես այդպեսին երևակայությունը այդքան էլ լավը չի, բայց ես կարող եմ պատմել ինչեր են։ Լավ, բացառության կարգով գնացինք։ Այստեղ կարմիր ձուկն է, սպանախով պատրաստված թավայի մեջ, լոլիկ ունենք չերի, սպանախ, սերուցք, բավականին ինքը հետաքրքիր համեմունքներ է նաև ավելացած, հետաքրքիր համ է տալիս։ Մանրածովախեցգետնով աղցան ունենք, այստեղ չիր լոլիկն է, ծովախեցգետինն է, պարմեզանն է, միքս կանաչին է։ Այստեղ ջեռոցում պատրաստել ենք բուրատան այդտեղ է, բուրատա աղցանն է, այստեղ մոցարելա եւ այստեղ լոլիկ, սմբուկ, պանիր, քերած, ինքը մի որոշ ժամանակ հյութերը երբ որ արդեն դուրս են գալիս, պանիրը ավելացնում ենք եւ էլի մի քանի րոպե թողնում ենք ջեռոցը, էլի բավականին հետաքրքիր համ է ստանում։ Եվ մնաց բուրատայով աղցանը։ Բուրատայով աղցանը, չերի լոլիկ, պեստո, ռուկոլա, զեյթուն, ձիթապտուղ, այո։ Դե, մեզ բարի ախորժակ, շնորհակալություն Լիլիթ հետաքրքիր ուտեստների համար, վստահ եմ շատ համեղ է ստացվել։ Բարի ախորժակ, անպայման իհարկե, եւ անկեղծ կարծիք եմ ասել։ Այո։ Ինչից սկսել եւ ինչ հյուրասիրել ձեզ։ Կարծում եմ ձուկը կարող եք առաջին փորձել։ Թույլ տվեք հյուրասիրել ձեզ։ Շնորհակալ եմ։ Բայց ամբողջական կարող եք չդնել, այստեղ ես կարող եմ։ Դե խնդրեմ, չնայած սա էլ վատ տարբերակ չէ։ Բայց չի կտրվել ինձ թվում է, թե կտրվել։ Չէ, վստահաբար կտրվել է, ձեր մոնին կարծես իրեն պատառոտում է, ուտեստների բույրը տարածվել է ամբողջ տնով մեկ։ Այո, մոնին հաճախ մեզ հետ նաև հաց է ուտում, մի սեղանի շուրջ։ Մի սեղանի շուրջ։ Այո։ Իր դանակով, պատարակով։ Այո, թաթիկները այսպես դնում է։ Եվ միանում է մեր խրախճանքին, եթե մենք իհարկե լինում ենք տանը ու միասին փորձում ենք։ Ճաշակենք ձուկը։ Եվ այսպես։ Բայց այդ սոուսը ավելացրեցիք։ Այո, սոուսը եկավ։ Անտիր։ Բավականին համ է տալիս։ Շնորհակալություն Լիլիթ։
Ձեզ եւս շնորհակալություն։ Եվս մեկ անգամ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Մենք թեվակողել ենք արդեն 2026 թվական։ Թող այն բեղուն լինի։ Բոլորիս երազանքները կատարածվեն։ Շնորհակալություն։ Ընտիր Լիլիթ։ Շատ բան բերելի ջիգար։ Սառույց։ Բայց շատ ընտիր Լիլիթ։ Հա։ Ջեռոցում չի զարմանալի է, չէ, որ թավայի մեջ ձուկը ցենց հաճելի է ստացվել։ Մենք երկար քննարկում ենք ջեռոցը դնենք, թե թավայի մեջ էս նույնը պատրաստենք։ Տաթևը որ այնտեղ էր պատրաստել, ասեց շատ լավ է ստացվում, արի հենց այդ նույն ձևով որ արել եմ, այդ նույնը անենք։ Ու էլ մի ասեք, որ դուք խոհանոցում չկաք։ Դուք կաք խոհանոցում, շատ լավ։ Ժամանակ երևի չկա որ լինեմ, թե չէ ես իմպրովիզացիա անել շատ եմ սիրում իրականում։ Զգացվեց։ Ընտիր։ Լիլիթ մեզ միացավ վերջում իհարկե ձեր եղբոր դուստրը, կխնդրեմ ներկայացնեք նրան։ Նելի Դանիելյան։ Մեր գեղեցկուհին է, մեր հպարտությունն է, դպրոցից հենց նոր միացավ, ինքը անպայման ուզում էր մասնակցել այս նկարահանմանը, վերջում գոնե հասցրեց։ Այո, երազանքները իրականանում են մեր հաղորդման շրջանակներում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի, ծավալուն ինֆորմացիայի եւ անմահական ու համեղ ուտեստների համար, Լիլիթ։ Ձեզ եմ շնորհակալ։ Լավ մնացեք, հաջողություն։ Տեսություն։ Հաջողություն։ Լավ էր, չէ՞ որ գնացին։ Չի սիրում մոնից հյուրեր։ Լավ է որ գնացին։ Հա, չէ՞, լավ է, չէ՞ որ գնացին։ Հա, ասա դե պակա։ Всё, ասա ես հյուրեր չեմ սիրում։ Շատ չգաք էլ մեր տուն, հա։ Всё, գնացինք։ Սիրեք, դե հետ գան։ Սիրեք, հետ են գալու։ Տենց է ձևը։ Սիրեք, հետ են գալու։ Դու չգիտես որ նկարում ենք։ Էստես չէ։ Վայ, չգիտեի, դե լավ ոչինչ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.